Եվ քեզ ուսացողները Տեր, երբեք ամոթով չեն մնային Հիսուս։ Հալելույա։
ամենը զորավոր իր ձեռն է պահում մեզ ամեն օր տերն է վերապահում զորավոր իր ձեռն է պահում մեզ ամեն օր տերն է վերապահում զորավոր իր ձեռն է պահում մեզ ամեն օր տերն է վերապահում զորավոր իր ձեռն է պահում մեզ ամեն
Շնորհակալություն Հիսուս, որ քո որդու շնորհքով մենք կարող ենք կանգնել քո խորանում, որովհետև քո ներկայության մեջ Տեր անհնարին է կանգնել։ Շնորհակալություն այս պատվի համար իմ Աստված բարի, որ առավոտ կանուխ քո խոսքի համեմատ քո հարս եկեղեցին հավաքվել է քեզ փառավորելու, քեզ երկրպագելու, քեզ արժանի ձևով պատվելու Տեր։ Շնորհակալություն Հիսուս, եւ հիմա խոնարհվում ենք քո խորանի առաջ Տեր եւ ասում ենք Հիսուս, քո առջև կանգնելով հնազանդության հոգին ենք խնդրում Տեր, թող որ մեր ներսում Տեր քո կամքը կատարվի Տեր, մենք ասում ենք շատ անգամներ մենք քեզ խանգարել ենք, բայց այսօր նորից ունենք հնարավորություն եւ ասելու հանձնվում ենք քեզ Տեր եւ թող քո գործի որպեսզի մենք քեզ նմանվենք եւ ամբողջ եկեղեցին միաբան ինձ հետ խնդրում է կարողություն քո էությանը նմանվելու Տեր դու սեր ես, դու բարություն ես, դու խոնարհություն ես Տեր, օծիր ամեն մեկիս եւ ինչպես որ դու Մովսեսին հայտնեցիր, որ նա քեզ ճանաչի, բայց Իսրայելին միայն ցույց տվեցիր քո գործերը, մենք այսօր ասում ենք, թող ամեն մեկս արժանի գտնենք քեզ ճանաչելու մեջ Տեր, օրհնիր մեզ Հիսուս, կենդանի լինի մեր պաշտամունքը, մեր օրհնությունը քեզանից է եւ մեր սպասումը միայն ու միայն քեզանից է։ Շնորհակալ ենք Հայր եւ այսօր նորովի քո հարսը գալիս է քո գահի առաջ եւ քո գահի առջև է գցում իր բոլոր հոգսերը։ Դու գիտես ովքեր են գրել եւ ինչ են գրել եւ ինչ են խնդրում Տեր,
Դու ամեն մեկին պատասխանես քո փառքի կատարելության չափով, Տեր։ Բժիշկների բժիշկը դու ես, հույսի Աստված։ Եվ մենք հիմա կանգնել ենք սարի վրա եւ ասում ենք, որ դու հայտնվել ես մեզ քո 9 անուններով, դու ես բժիշկը, Տեր։ Եվ մենք հիմա այսօր, որ կանգնել ենք սարի վրա եւ ասում ենք, Տեր, դու ես մեր հաղթությունը։ Եվ ամեն տեսակ կապվածը պիտի արձակվի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն տեսակ չլուծվածը պիտի լուծում գտնի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն տեսակ խնդիր, որ լուծում չունի, դու ես, Տեր։ Ամեն տեսակ հոգս ու պրոբլեմ քեզ համար խնդիր չի։ Մենք ասում ենք իրավիճակներ, խոնարհվեք Հիսուսի ոտքերի առջև եւ ասում ենք Հիսուս ունենք եւ հառավորում ենք քեզ եւ շատ վկայություններ ու հրաշքներ Տիրոջ փառքը պիտի պատմեն, պատմել են ու դեռ պիտի պատմեն, որովհետեւ քո գործը դեռ երկրի վրա չի վերջացել։ Փառք քեզ, Հիսուս։ Ուրախ եք, որ Տիրոջ սրահներում եք։ Ուրախ եք, որ ընտրեցիք հավատացյալ դառնալ եւ Աստծո հետ Աստծո ճանապարհը գնալ։ Փառք Տիրոջը։ Ու գիտեք, այս գիրքը կենդանի գիրք է, ու ամեն ժամանակ է խոսում։ Ամեն մեկը, ինչքան ծառավով որ մոտենա ու բացի այս գիրքը, նույն ծառավով չի մնա, Աստված կհագեցնի։ Ինչ հավատքով որ մոտենաս այս գրքին, այդ հավատքով էլ Տերը կխոսի քո հետ։ Իսկ Տիրոջ խոսքը մեզ մաքրում է, իսկ Տիրոջ խոսքը մեզ զորացնում է, իսկ Տիրոջ խոսքը մեզ մխիթարում է։ Եվ Աստծո այս ճանապարհը, որ ամեն մեկս անցնելու էինք առանց Աստծո, Տերը ստեղ սենց սիրուն պատմում է, թե ոնց կարող ենք Աստծո հետ անցնել, որովհետև ինքը խոստացավ, որ ես ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը։ Եվ եկեք միասին բացենք Եսայա 45 գլուխը։ Սիրուն խոսում է վերնագիրը, Տերը պատրաստում է Կյուրոսի ճանապարհը։ Ու եկեք այսօր Կյուրոսի փոխարեն ամեն մեկս մեր անունը դնենք։ Ինչքան ուրախություն է, երբ որ Տերն է մեր ճանապարհը պատրաստում։ Ինչ հզոր հովիվ ունենք, որ ինքն է բացում, ինքն է հոգում ու ինքն է մեզ առաջնորդում։ Այսպես է ասում Տերը իր օձյալին. Ես բռնել եմ քո աջ ձեռքից։ Ով ազգում, որ Աստված իր ձեռքը բռնած է։ Ամեն, փառք Աստծուն։ Ամեն մի խոսքից պիտի դու վերցնես կսեփականացնես։ Դրա համար ես Կյուրոս անունը չկարդացի, որ դու հենց քո անունը 10 տեղ ու ասես. Տեր, ահա իմ ձեռքը, ես հանձնում եմ քեզ, որովհետև Տերն ասում է, ես բռնել եմ, դու ասա, ես հնազանդվում եմ, ես ընդունում եմ։ Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ։ Թագավորների մեջ կթուլացնեմ, բաց հանեմ քո առաջ դռների փեղկերը։ Այսօրով էր իր կարիքները դրել, որ անլուծելի է, դռները կողպված են։ Տերն ասում է, հավատքով ընդունի, հավատքով վերցրու։ Տերն է խոսում, դա սեփականացրու։ Ասում է, ես բաց եմ անում քո առաջ դռների փեղկերը, եւ փակ դարպասներ չլինեն քո առաջ։ Այո եւ ամեն, Տեր ջան։ Անհնարինը հնարավոր դարձնող Աստված, ամենակարող Աստված, ինչ մեծ ես դու Հիսուս։ Ես կքայլեմ քո առջևից։ Ինչքան սիրուն ասում, բայց մենք շատ ժամանակ այս խոսքը չենք հիշում ու այն գոյության կռիվը, որ բարձրանում է մեր մեջ, այդ հոգսը առաջնային ենք դնում մեր առաջ։ Հիվանդությունը, խնդիրը առաջնային ենք դնում, բայց Հիսուսը ինչքան սիրուն աստեղ ասում, ես կքայլեմ քո առջևից։ Երբ որ Աստծուն դնում ենք առջևի տեղում, ամեն բան լուծվում է արդեն։ Մեր ուժերից չի, մեր մտածմունքից մենք կհոգնենք, մենք կպարտվենք, բայց երբ որ հանձնվենք, Տերը մեզ հաղթական կանի ու փառքը կտանք նրան։ Տերը շարունակում է, ինչքան բաներ կա այս երկրի վրա, որ մենք չգիտենք, բայց Տերը այդ ամեն բանը գիտի։
փակ դռներ, դարպասներ ու շարունակում կհարթեցնեմ խորթուբորտ տեղերը։ Կփշրեմ պղնձե դռները ու կկոտրատեմ երկաթյա նիգերը։ Մեզ համար միգուցե պողպատ, երկաթ, դրանք ամենը մեզ կանգնեցնում է, բայց Աստված ասում է, դու ես քեզ հետ եմ, չես կանգնելու, դու առաջ ես շարժվելու։ Ինչքան մեծ է Տերը, որ ասում է բացահայտիր ինձ, ով եմ ես քեզ համար, հարգիր ու պատվիր ինձ, ճանաչիր ինձ, թե ինչ ամենակարող Աստծու ես դու ճանաչում, եւ մի ամոթարա, մի ամաչի, այդ տեսակ Աստծուն քեզ հայր ընդունելուց ու դավանելուց։ Փառք Աստծուն, որ մեզ թույլ տվեց իրան բացահայտել ու ճանաչել։ Ամեն մեկս կարող ենք յուրովի հիշենք, Հիսուսը խաչի վրա հենց մեծ զոհը ինքը արդեն մեզ բացեց։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ երկրի վրա ինքը ծառայում էր, բայց խաչի վրա, մեր մի տեղ որ ցավում է, մեր ամբողջ ուշադրությունը գնում է այդ վերքի վրա, բայց Հիսուսը խաչի վրա այդքան վերքերի մեջ երբեք չմոռացավ իր կոչումը ու անգամ այդ վերջի պահին էլ ինքը ավետարանեց, որ ավազակը փրկվի, ներեց իրան խաչողներին։ Ինչքան բան ունենք սովորելու։ Մենք խաղաղ ուրախ ժամանակներում չենք գնահատում, բայց երբ որ տեսնում ենք, թե Աստված անգամ խաչի վրա այդ վերքերի մեջ, այդ հոգսի, այդ ծառավի, այդ ճգնաժամի մեջ, բայց ինքը իր կոչումի մեջ հավատարիմ էր, մենք ամեն ժամանակ պիտի խնդրենք Տեր կարողություն տուր մեզ հաստատակամ մնալու, հավատարիմ մնալու։ Ու Տերն ասում է, ինձ հնազանդվողներին ես կմոտենամ։ Ու շարունակությունը ասում է, խավարի մեջ գտնվող գանձերը եւ ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպիսի իմանաս, թե ես եմ Տերը, Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։ Փառք ես Տեր, որ դու միշտ վարձք ունես, որ դու գիտես, որ մեզ այս աշխարհում նյութականը ինչքան կարևոր է ու դու հոգում ես։ Փառք ես Տեր, որ դու լուծում ես ամենաաննշանը, որպեսզի մենք ուրախությամբ քեզ ծառայենք, որպեսզի մենք օրհնված լինենք։ Եվ այդ օրհնությունից Տերն ասում է, պիտի պատվես, ում է առաջինը։ Ստեղ ասում է, իմ ծառա Հակոբի համար եւ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով։ Աստծո ժողովրդին եւ Աստծո տանը։ Ամեն ժամանակ, երբ որ օրհնություններ են գալիս, պիտի հիշենք, որ դա Տիրոջից է, Տիրոջ մով է եւ պիտի ծառայեցնենք Տիրոջ տան գործի համար։ Երբ որ օրհնությունները կանգնում են, Աստված ասում է, ես քո ձեռքից բռնած քեզ ուղիղ գծով սիրուն տանում էի։ Նայի որտեղ թերացար, նայի որտեղ իմ ձեռքը թողեցիր, նայի որտեղ կանգնեցրեցիր օրհնությունը։ Եվ նորից աղոթքով ասա, Տեր, այն ինչ որ քոնն է, քեզ պիտի վերադառնա, որ մեր օրհնությունները չխափանվեն։ Եվ ասում է, չէ խոսքը, հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, ու Աստված ավելիով շատացնում է, որովհետև տեսա, որ դու հավատարիմ ես, ու ավելին է քեզ վստահում։ Դա է Աստծո նպատակը։ Առաջինը մեզ բացահայտի իրեն, երկրորդ մեզ օրհնի, որ այդ օրհնությունն էլ ծառայեցնենք Տիրոջ գործի համար, եւ երրորդը, ստեղ շատ սիրուն շարունակության մեջ ասում է. Ես եմ Տերը, եւ չկա մեկ ուրիշը ինձանից բացի, Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ քեզ, որպեսզի իմանան արևելքից եւ արևմուտքից, որ ինձանից բացի մեկ ուրիշը չկա։ Ես եմ Տերը եւ չկա մեկ ուրիշը։ Եվ Տիրոջ գործը, ոնց որ ասեցի խաչի վրա, Աստծո ժողովուրդը պիտի ավետարանեն երկրո սահմաններից դուրս, ամբողջ աշխարհով, դա Տիրոջ ծրագիրն է։ Եվ այսօր ինձանից ու քեզանից Տերն ասում է, դու պատրաստ ես ներդրում ունենալ իմ ծրագիրը առաջ գնալու։ Դու ընդունում ես պարզ սիրուն սևով սպիտակի վրա գրածը։
Ես այն ամենակարող Աստվածն եմ, որ կարող եմ լցնել քո ձեռքերը, եւ դու այն մեկն ես, որ պիտի օգտագործվես իմ գործի մեջ։ Այսօր Աստծո մեծ ընտանիք, սիրով ու հոժարությամբ եկեք Աստծուն ասենք. Տեր, շնորհակալ ենք, որ ունենք հնարավորություն մեր լուման դնելու եւ հավատքով դրեք։ Աստծուց ստացեք, ուրախությամբ դրեք, որովհետև Տերը տեսնում է, Տերը լսում է, Տերը կատարում է, Տերը իր խոսքի հետև կանգնած է։ Ու շատերս կվկայենք, որ ամեն ժամանակ Տիրոջ օրհնությունները չեն կանգնել մեր առաջ, եւ ինչ որ կանք, Աստծուց ենք, Աստծով ենք եւ դեպի Աստված ենք։ Թող փառավորվի Տերը։ Ամեն։
Արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի, արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի, արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի։ Հալելույա, Փառավոր Հիսուս, մենք օրհնում ենք քո սուրբ անունը, խոնարհվում ենք քո անունի առաջ եւ իրականում ասում ենք, որ դու ես մեր բաժինը, ասեց մեր հոգին, դրա համար քեզ ենք հուսալու։ Բարի է Տերը իրեն հուսացողներին, այն ամենին, որ փնտրում են նրա անունը։ Եվ մենք փնտրում ենք քեզ ամեն ժամանակ, ամեն օր, եւ մենք խոնարհվում ենք քո առաջ, Փառավոր Հայր։ Շնորհակալ ենք քեզանից քո որդու եւ մեր Հիսուս Քրիստոսի համար։ Փառավորում ենք քեզ Տեր, քո Սուրբ Հոգու համար, որ քո հոգին դրել ես քո ժողովրդի մեջ որպես գրավ փրկության օրվա համար։ Մենք խնդրում ենք, որ օծես մեզ այսօր նորից եւ սրբես քո Սուրբ արյունով, որպես մեր քահանայապետ, մենք խնդրում ենք Տեր, որ քո Սուրբ արյունը սրսկես այսօր քո ժողովրդի շնչի, մարմնի եւ հոգու վրա եւ սրբես ամեն մեկիս այսօր ամեն մեղքերից, անօրենություններից եւ ամեն չարիքից։ Սուրբ սիրտ եւ ուղիղ հոգի ենք խնդրում քեզանից Տեր, որ ստեղծես մեզ մեր մեջ այսօր, որ մենք միշտ քեզ հավատանք եւ սիրենք եւ գոհությամբ քեզ ծառայենք։ Լցրում ես Աստծո վախով Տեր, որ մենք դինենք Աստծո իմաստուն եւ հետևենք մեր անձերի սրբությանը, արդարությանը եւ ողորմածությանը։ Նաեւ խնդրում ենք օծիր մեր հոգու եւ հոգու ականջները եւ աչքերը, որ մենք քեզանից տեսնենք ու լսենք, հասկանանք եւ հնազանդվենք։ Փառավոր Աստված, բերում ենք քո առաջ մերձավոր արևելքը, նաեւ աղոթում ենք Տեր ջան մեր հարևան պետությունների համար, խնդրում ենք, որ քո խաղաղությունը լինի, որովհետեւ քո կամքը դա բարին է, հաճելին եւ կատարյալը, եւ մենք խնդրում ենք Տեր մեր հարևան պետությունների համար եւ Իսրայելի համար քո խաղաղությունը լինի, բայց եւ նաեւ քո կատարյալ կամքը լինի, որովհետեւ գրված է այն ինչ որ գրված է պիտի լինի։ Տեր դու ասեցիր, անհնար է, այսինքն երկինք եւ երկիրը կանցնի, բայց իմ խոսքից մի նշանակետ անգամ չի անցնի, եթե չկատարվի։ Դրա համար մենք աղոթում ենք, որ քո կատարյալ կամքը լինի, ինչ որ գրված է, այն պետք է լինի։ Եվ դու մեզ ասեցիր, ուրեմն ամեն ժամանակ արթուն կացեք, աղոթք արեք, որ արժան լինեք փրկվելու այն ամեն չարիքից, ինչ որ պիտի գա այս երկրի վրա, եւ նաեւ արժան լինեք կանգնելու մարդու որդու առաջին։ Եվ մենք դրա համար էլ աղոթում ենք Տեր, որ դու մեզ զորացնես, պահես ու պաշտպանես։ Եկեղեցու ամեն անդամ իր ընտանիքի հետ միասին։ Հալելույա, փառք ու պատիվ քեզ, ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, Աստծո կյանքը Հիսուսի անունով, Տերը օրհնի ձեզ, սիրելիներս, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Մենք բոլորս ուզում ենք, չէ՞ որ Աստված մեզ պահի, պաշտպանի, օրհնի, հանդարտ կյանք վարենք մեր ընտանիքի անդամների հետ, մեր կյանքը ճիշտ ապրենք եւ անցնենք մեր ժամանակները, որովհետեւ այս երկրի վրա շատերն են եկել, ծնվել եւ գնացել։ Բայց նայած թե ով ինչ ձևով է ապրել, ինչ ապրումներով է անցել, Աստված խոստանում ասում է, որ եթե ինձ լսեք, հնազանդվեք իմ խոսքին, ապրեք իմ խոսքով, դուք ապրեք երկնքի օրերը երկրի վրա։ Հնարավոր է, չէ՞, երկրի վրա լավ օրեր, արդար, ազատ, ուրախ օրեր ապրել, բայց հնարավոր է նաև դժոխքային օրեր այս երկրի վրա ապրել, եթե դու չես հնազանդվում Աստծո խոսքին։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր միտքը, սիրելիներ ջան, նորոգվի Աստծո խոսքով, որ մենք հասկանանք, թե ոնց է ուզում Աստված, եւ այնպես կազմակերպենք մեր կյանքը, որպեսզի Աստծուն դա դուր գա։ Եվ եթե Աստծուն դուր եկավ, Տերն էլ օրհնելու է քո կյանքը, քո ընտանիքը։ Ամեն։ Երբեմն հոգևորներս էլ սկզբից քանի դեռ նոր ապաշխարել ենք, շատ ուշադիր ենք Աստծո խոսքին, ամեն կետին,
Անցնում են տարիներ, արդեն մի տեսակ ոնց որ ականջետև ենք գցում, մոռանում, ապրում ենք արդեն մեր մտքի այն չնորոգված մտքի թելադրանքով։ Իհարկե ամեն մարդ ապրում է իր մտքի թելադրանքով, բայց կա նորոգված մտքի թելադրանք, որ Աստծո խոսքով է, եւ չնորոգված մտքի թելադրանք, որ այս աշխարհով է։ Եվ հենց այդտեղից ամեն խավար բաներ սկսում է մտնել մեր ընտանիքները, երբ որ մենք ապրում ենք ոչ նորոգված մտքով, եւ նրանք չերևացող ոգիներ են, որ մեր տունը խառնում են իրար։ Մեր տները, մեր երեխաներին։ Գիտեք, ընտանիքներում նկատել եք ամեն բան սկսվում է մտքերից։ Մարդ մտքերից է առնում ինչ որ որոշումներ, մտքերի մեջ է ենթադրում ինչ որ բաներ։ Ամեն ենթադրություններ են գալի, մտքեր են գալի, բացասական։ Եվ մարդ մտքերի մեջ կարող է սրա նրա հետ կռվի, սրա նրան ատի եւ հանդիպելուց էլ իր մտքի հետ եղածը այդ մարդու գլխին լցնի։ Այդ մարդը կարող է զարմանալ, ասես ինչ ես խոսում։ Բայց դա ընդամենը մտքեր էր եկել եւ դրա համար Աստված ուզում է, որ մեր մտքերը ուղի։ Սատանան եկել է, որ մեր մտքերը խառնի իրար։ Եվ բոլորդ էլ զգում եք, չէ՞, որ սատանան խառնում է ձեր մտքերը։ Մտքերը խառնում է, որպեսզի ձեր տունը քանդի։ Բայց երբ որ ձեր մտքերը սկսում եք նորոգել Աստծո խոսքով, ինչ է դա նշանակում։ Անել այնպես, ապրել այնպես, ինչպես Աստված է առաջարկում։ Դա նշանակում է միտքը նորոգել։ Մտածել այնպես, ինչպես Աստված է առաջնորդում։ Ֆիլիպեցիս 4-րդ գլխում հիշում եք 6 խոսքն է, ինչքան հիշում եմ, ասում այն ինչ բարի է, սուրբ է, կատարյալ է, այն մտածեք։ Այդ մտածեք եւ խաղաղության Աստված ձեզ հետ կլինի։ Բայց ցավոք սրտի սատանան գալին այս մտքեր է բերում, ու դու չես կարողանում այդ մտածես։ Խոսքը ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, որ վերնագրել եմ այսպես օրտնված ընտանիքի գաղտնիքը։ Բոլորս ուզում ենք, չէ, օրտնված ընտանիք ունենանք։ Ուզում ենք տեսնենք մեր երեխաներին օրտնված, մեր թոռներին օրտնված։ Ամեն։ Ուզում ենք տեսնենք մեր ամուսնուն կնոջը օրտնված։ Դրա համար հետևենք Աստծո խոսքին, ես մտածում եմ այսօր, թե շատերդ գիտեք, լսել եք, բայց կրկնությունը նաև գիտության մայրն է։ Ասում եմ իմաստությունը առակած առաջի գլուխ։ Իմաստունը թող վարժություն անի, նորից կարդա Աստծո խոսքը, թող վարժություն լինի նրա համար իմաստության մեջ մնալու համար։ Երբեմն մենք ապրում ենք, մոռանում ենք, սառում ենք, այն որ ասում է 100 տարվա հոգևոր ենք, բայց այնպիսի բաներ կարող ենք մեզ թույլ տալ, որ մի տարվա հոգևորը թույլ չի տալի։ Դրա համար Աստված միշտ ուզում է, որ մենք կարդանք Աստվածաշունչը, մտածենք, հաստատվենք եւ այդպես ապրենք։ Ծննդոց 2-րդ գլուխ 7-րդ խոսքից եմ ուզում կարդամ, եւ Եհովա Աստվածը հողի փոշուց շինեց մարդը, եւ նրա ռնգած մեջ կենթանության շունչ փչեց, եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Ռնգած մեջ շունչ փչել նշանակում է եւ Աստված մարդու քթի մեջ շունչ փչեց, եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Ամեն։ 18 խոսքը։ Եվ Եհովա Աստված ասեց. լավ չէ, որ մարդը մենակ լինի, նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար։ Ամեն ինչ Աստված ստեղծել է, ամեն ինչ կա երկրի վրա, ու Աստված տեսավ, որ լավ չի, որ մարդը, տղամարդը մենակ լինի։ Մենակ տղամարդը ումն է պետք, դուք մտածեք։ Հələ մի քանի տղամարդ կարող է հավաքվեն իրար հետ նարդի խաղան, բլոտ, խոսեն, բան բասեն, չգիտեմ, օրը անցնի, բայց Ադամը մենակ, կենթանիների հետ։ Ու Աստված տեսնում է, ու այս խոսքն ասում է, մենակ տղամարդը ում է պետք։ Դրա համար ասես նրա համար մի օգնական շինեմ։ Փառք Աստծուն, 21 խոսքը։ Եվ Եհովա Աստված մի խոր քուն բերավ Ադամի վրա, եւ նա քնեց, եւ նրա կողի ոսկրիցը մեկը առավ եւ նրա տեղը միս լցրեց։ Եվ Եհովա Աստված այն կողի ոսկորն, որ Ադամից վեր էր առել, մի կին շինեց եւ նրան բերավ Ադամի մոտ։ Եվ Ադամը ասեց. ահա հիմա ոսկրը իմ ոսկրից եւ մարմինը իմ մարմնից, սրան կկոչեն կին,
որովհետև սա մարդից առնվեցավ։ Սրա համար մարդը կթողնե իր հայրը եւ մայրը եւ կհարի իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Ստեղծեց կնոջը եւ բերեց Ադամի մոտ։ Պատկերացնում եք Ադամի վիճակը։ Մեր բարերով ասած այսի ուրիշ բան, Տեր ջան, այսի հալալ լինի քեզ։ Սա իմ ոսկորից է, իմ մարմնից է, փառք Տիրոջը։ Սրա անունը կին կկոչեն եւ սրա համար մարդ իր հորն ու մորը կթողնի, գրված չի կուրանա։ Ուրանալը ուրիշ բան է։ Կթողնի հորն ու մորը, կմիանա իր կնոջը եւ երկուսով մեկ մարմին կլինեն։ Ամեն։ Գիտես, այս խոսքը, այս վերջի խոսքը, որ կարդում եմ, սատանան սա խառնել է իրար շատերի մոտ, շատ ընտանիքներում, չգիտեմ ուրիշ ազգերում ոնց, բայց հայ ընտանիքներում շատ մայրեր իրանց որդիներին, մանավանդ որ որդիները միայնակ են, թակ տղա են, վերջ մայրեր իրանց սրտերը կապում են իրանց որդիների հետ եւ թույլ չեն տալի, որ իրենց որդիները միաբանվեն իրենց կանանց հետ, դառնան մեկ մարմին։ Բայց դա շատ կարևոր է։ Մայրը ուզում է որդին իր հետ միաբանվի, դառնա մեկ մարմին։ Դա շատ սխալ է, դա սատանան է։ Այդ մտքերը տվել։ Եթե դուք սիրելի մայրեր թույլ տաք ձեր որդիները միաբանվեն իրենց կանանց հետ, նրանք օրհնված ընտանիք կդառնան։ Եվ դուք էլ կտեսնեք նրանց օրհնությունը, դուք էլ օրհնված կլինեք։ Ձեզ պետք է միաբանվել ձեր ամուսնու հետ։ Մարդկա ամուսինը անհաջող է, անտակտ, անտաշ։ Աստվածաշունչը ասում է, որ պետք է միաբանվել։ Աղոթել հետ։ Ես գիտեմ մարդիկ կա, ամուսիններ կա, որ տեսել եմ, իրոք ասում եմ, ոնց կարելի է սրա հետ միաբանվել։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ պետք է միաբանվել սրտով ու հոգով։ Եվ այդ ժամանակ կլինի օրհնություններ։ Հետաքրքիր է, որ Ադամը ասում է, եւ սրա համար, կնոջ համար, մարդ կթողնե իր հորն ու մորը, բայց Ադամը հերնումեր չուներ։ Ամեն։ Ադամը հələ չուներ ծնողներ, նրա ծնողը Արարիչը Աստված էր։ Այսինքն նա խոսում էր իր ընտանիքի համար երևի, որ Կայինը Հաբելը ծնվեցին, եւ մենք տեսնում ենք, որ այդ ընտանիքը Ադամը ու Եվան չհնազանդվեցին Աստծո խոսքին, դրա համար իրենց ընտանիքը ոնց որ թե չորտնվեց։ Մի տղան սպանեց մյուս տղային, որովհետեւ մի տղային բարեհաճում էր Աստված, իսկ մյուսին չէր բարեհաճում։ Ամեն։ Բայց ճշմարտությունը է սա, որ ամուսին եւ կին պետք է միաբանվեն, սիրով։ Եվ Աստված մեկ ուրիշ խոսք ավելացնում է խոսքի վրա, Պողոս առաքյալի միջոցով, առաջի Կորինթացիս նայենք։ Առաջի Կորինթացիս։ Դրա համար սիրելի եղբայրներ ջան, եթե ամուսնացած եք, դուք էլ մտածեք, ես էլ գիտեք առաջ այսպես էի մտածում, որ կինը ով է։ Մտածում եմ, որ ինձ ծնել, մեծացրել են իմ ծնողները, նրանք են իմ հարազատները։ Կինը ով է, կինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս կողմից։ Դրա համար էլ ինչ միաբանվել։ Անկամ ընկերության հետ, ես հիշում եմ, ընկերության հետ, որ մեքենայով տեղ էի գնում, ասենք եթե մի հատ ընկեր կար, կինը պետք է նստեր մեքենայի վերջում, ընկերս իմ կողքը, ընկերս էր իմ հարազատը։ Բայց տարիներ ցույց տվեցին, որ իմ բարեկամը, իմ հարազատը իմ կինն է։ Ինչ ընկեր։ Իմ հետ ուրախացողը իմ ուրախ օրերի մեջ իմ կինն է։ Տխուր օրերի մեջ իմ կինն է։ Ամեն։ Թեև քո ծնողներն էլ են տխրում քեզ այդ քո տխրությանը, եթե նորմալ է իհարկե ամեն բան, եւ քո ուրախության մեջ ուրախանում են, դա քո ծնողներն են, բայց Աստված առաջարկում է այս ձևը։ Թող ծնողներիդ, նորից կրկնեմ, մի ուրացի ծնողներիդ պատիվ տուր, դա պատվիրանք է, հարգի ու պատվիր քո ծնողներին, որ քո կյանքի օրերը երկար լինեն, երիտասարդ չմահանաս։ Եվ եթե դու այս վերցնես այս օրինակը եւ առաջարկը Աստծո խոսքից,
քո ընտանիքը կլինի օրհնված։ Ամեն, շատերը լավ միանում են իրանց կանանց, մոռանում են ծնողներին, դա շատ լուրջ խնդիր է, դա Աստծո դուրը չի գալի։ Հարգի ծնողներիդ պատվի, բայց միաբանվի քո կնոջ հետ։ Եվ հաջորդ խոսքը, որ ուզում եմ կարդամ, առաջի Կորինթացիս 11-րդ գլխում է, Աստված այսպես սիրուն ամեն բան դասավորում է դարակներով, որ ամեն մեկը հասկանա, որը որից հետո է։ Հիմա այս խոսքը բացատրում է մեզ կնոջ եւ ամուսնու մասին։ 11-րդ գլուխ եւ 7-րդ խոսքից։ Սակայն մարդին պետք չէ, որ իր գլուխը ծածկե, որոշ կանայք, ես ազգեր գիտեմ, որ այդ ազգերի մեջ կանայք ծածկում են ամուսնու գլուխը, այսինքն կանայք այդ ազգի մեջ նենց է դրված, որ կինն է տան գլուխը, հայրի մեջ էլ կա տես բան, որ կինը տան գլուխն է, բայց Աստծո խոսքը տեսեք ինչ է սովորացնում, սակայն մարդին պետք չէ, որ իր գլուխը ծածկե, որովհետև Աստծո պատկերը եւ փառքն է, բայց կինը մարդի փառքն է, քանզի ոչ թե մարդն է կնկանից, այլ կինն է մարդից, մենք գիտենք բոլոր մարդիկ, տղամարդիկ կնոջից են ծնված, չէ, միայն Ադամն է, որ Աստված ստեղծեց, ասում է, քանզի ոչ թե մարդն է կնկանից, այլ կինն է մարդից, եւ որովհետեւ ոչ թե մարդը կնկա համար ստեղծվեցավ, այլ կինը մարդի համար, ամեն, այսի կանանց դուր չի գա, չէ, մանավանդ են գլուխ, որ տան գլուխ են իրանց դուր չի գա, բայց դրա համար եմ վերնագրել օրհնված ընտանիքի գաղտնիքը, եթե ընտանիքներում կինն է տան գլուխը եւ շուքը գցած է ամուսնու վրա, այսինքն կնոջ շողքն է ամուսնու վրա, այսինքն ամուսինը հնազանդվում է կնոջը եւ կինն է ասողը, թելադրողը, առաջնորդը, դա ասուն դուր չի գալի, Աստծո խոսքը բացատրում է, որ ով կին դու ստեղծվեցիր, մարդուն որպես օգնական, հիշում եք կարդացի, մի օգնական շինեմ մարդու համար, որովհետև ոչ թե մարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը մարդու համար, Աստվածաշունչը հետ է բացատրում, որ մենք մեր տեղերը հասկանանք, սիրուն դարակներով դասավորենք, որովհետև ընտանիքներ կան, կինն է, եւ այդ տունը չի օրհնվում, չել կարող օրհնվի, որովհետև Աստծո դրած ստանդարտից դուրս է, սատանայի առաջարկի մեջ է, եւ օրհնված չի կարող լինել։ Նրա համար պետք է, որ կինը շուք դնե գլխի վրա հրեշտակների համար, բայց դարձյալ ոչ կինը առանց մարդի եւ ոչ մարդը առանց կնկա տերումը, որովհետեւ ինչպես որ կինը մարդից եղավ, կինը մարդի կողքից դուրս եկավ, այնպես էլ մարդը կնկա միջովն է, բայց ամենը Աստվածանից։ Ամեն, իրար հետ կապված են, փող կապակցված, բայց Աստված ուզում է, որ տան մեջ ընտանիքում ամուսինը գլուխ լինի եւ առաջնորդ։ Ես համաձայն եմ, որոշ կանայք այնքան խելացի են, իրանց ամուսիններից խելացի են։ Բայց լավ կինը գիտեք ինչ անում, իր գիտությունը, իր խելացիությունը, իմաստությունը ներդնում է իր ամուսնու մեջ, սիրով։ Սիրով ներդնում է, ոչ թե ինքը իրան առաջ է գցում ամուսինը հետևից, այլ ինքը աշխատում է ամուսնու հետ, որ ամուսնու միտքը նորոգվի, ամուսինը հասկանա, կողքից կանայք կան, չէ, որ հուշում են, կոպիտ ասած բզում են, որ սա սխալ է, էսի ճիշտ է, էս ընկերդ թույն է, այն մեկը թարախ է, այսի նորմալ մարդ է, գիտեք կանայք բոլորը զգում են, միգուցե տղամարդիկ այդքան չեն զգում, խորհուրդ կտամ լսես, խորհուրդներ վերցնես, բայց վերջնական որոշումը թող լինի քեզանից։ Ամեն, մարդիկ վախենում են արհեստական բանականությունից, որովհետև իրենք չունեն բանականություն։ Բայց եթե դու ունես բանականություն, կարող ես մտածել, որոշել, ուրեմն դու չպետք է վախենաս ոչ արհեստական բանականությունից եւ ոչ քո կնոջ բանականությունից։ Քո կինն էլ ունի բանականություն։ Ամեն, Տերը օրհնի ձեզ։ Անցնենք առաջ։ Աստված օրհնի, փառք Տիրոջը։
Ինչ որ մեկին շատ դուր եկավ այդ մաս։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ։ Առաջինից 7 խոսքերը։ Նույնպես էլ կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքովը առանց խոսքի շահվեն։ Գիտես, այս տեղը, ես որ կարդում եմ, հիշում եմ մի բան, մի մարդ եկավ, ինձ տեսավ, ասեց, Պավել ջան, ասում է, «Էդ ինչ եք արել իմ կնոջ հետ»։ Ասում եմ, «Ինչ ենք արել»։ Ասում է, «Այ ախպեր, ոնց գալիս է եկեղեցի դզվել է»։ Ասում եմ, ինչ էր անում։ Ասում է, բոլչեր տունը մեզ էր կերել։ Մեր հետ միասին ամբողջ Պայծեզդի ժողովրդին հարևաններին կերել էր։ Ասում է, ոնց եկել է եկեղեցի, խոնար, խաղաղ, հեզ, էդ ինչ եք կերցրել, խմցրել, էդ ինչ եք արել։ Ասում եմ, ասու խոսքն ենք խոսել, ինքն էլ ասու վախով լծվել է եւ փոխվել է։ Ասում է, եկել եմ քեզ ասեմ շնորհակալություն։ Աս շնորհակալ եմ, անողը Տերն է, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ուրեմն նույնպես էլ կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց։ Հիմա այս կինը հնազանդվել էր իր մարդուն, դրա համար մարդը զարմացել էր, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարմունքով առանց խոսքի շահվեն։ Տեսնելով ձեր, կասեք, այդ մարդը բա ինչ արեց, ապաշխարեց, ոչ, այդ մարդուն ես վերջերս եմ տեսել, չի ապաշխարել։ Բայց ես գոնե ապաշխարել եմ։ Երբ որ իմ կինս ապաշխարեց, ես տեսա նախ առաջինը, որ ինքը բուժվեց, երկրորդն էլ տեսա իր մեջ, թե ինքը միշտ էլ խոնար հեզ էր։ Մարդկա ասում է, բերանն ինչ էր խոնար հեզ չլներ։ Բայց իրականում կինկա, որ ինչ ուզում ես արա, ինքը չի հնազանդվում, բռնված է։ Բայց ես տեսնելով այդ ամեն ինչը, ես էլ որոշեցի գնամ տեսնեմ ով է բուժել, ոնց ա եղել եւ ես էլ ապաշխարեցի, փառք Աստծուն։ Տեսնելով ձեր երկյուղացության պարկեշտ վարմունքը, որ ձեր զարդարանքը, սա կանանց մասին է խոսում, որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց մազերի հյուսելը եւ ոսկեղենի շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը, այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անկեղծությամբ, որ դա Աստծո առաջին շատ թանկագին է։ Սա Պողոս առաքյալը գրում է կանանց համար, որ եկեղեցի գալուց կամ ընդհանրապես, որ ոչ թե ոսկիները շարես մատերիդ կողքիդ մարդկանց տրաքացնելու համար, եւ ոչ էլ մազերդ գնաս, չգիտեմ ինչ, հյուսվածքներ ինչեր սարքես քեզ ցույց տալու համար, եւ ոչ էլ թանկագին, թանկարժեք շորեր հագնես քեզ ցուցադրելու համար, այլ ամեն ինչ արա, որ քո ներսի հեզությամբ եւ հնազանդությունով մարդիկ քեզ տեսնեն եւ դրա մեջ աճես, ոչ թե աճես մազերով, ոսկիներով, շորերով ցույց տալու համար, այլ ներսի գեղեցկությանդ վրա աշխատի, լինես հեզ, խոնար, հնազանդ կին, կանացի կին։ Տեսել եք կանայք, որ կանացի չեն։ Այդպիսի կանանց ոնց են ասում։ Դրա համար կնոջը չի սազում տղամարդկային ասենց բնավորություններ, այլ կանացիություն։ Եվ այդ ամեն ինչի հետ միասին հեզ եւ խոնար սիրտ։ Ամեն ու գրված է, որ դա դուր է գալի Տիրոջը։ Իսկ եթե Տիրոջը դուր է գալի, Տերը քեզ օրհնելու է։ Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անկեղծությամբ, որ դա Աստծո առաջին շատ թանկագին է, որովհետեւ այսպես էլ մի ժամանակով այն սուրբ կանայք, որ իրենց հույսը Աստծո վրա էին դրել, տեսեք, իրենց հույսը ամուսնու վրա չէին դրել, Աստծո վրա, զարդարում էին իրենց անձերը իրենց մարդկանց հնազանդվելով։ Ինչպես Սառան հնազանդ էր Աբրահամին, նրան Տեր կոչելով, որի որդիքն եք եղել դուք, որ բարեգործ լինեք եւ ոչ մի երկյուղից չվախենաք։ Սառան Աբրահամին Տեր էր ասում։ Հիմա ով կարա իր ամուսնուն Տեր ասի։ Ասի չէ, մի չէ։ Ինքը ով է, որ իրան Տեր ասեմ։ Այնցեսի արդեն հպարտություն է։
Ես աշխատեմ, ես բերեմ, ես առնեմ, ես սարքեմ, հələ մի հատ էլ իրան Տեր ասեմ։ Հպարտությունը։ Մեր կոր առաջ մի հատ ինտերնետով մի տեսանյութ տեսա, հարց ավելի ճիշտ գրառում էր, հարց են տալի, ասում են հարգելի կանայք, եթե դուք ունենաք բիզնես, տուն, մեքենա, ամեն բան, դուք կուզենաք ամուսին ունենաք, մի քանի հոգի գրել էին, էլ ամուսինը ինչի սա պետք, որ այդքան բան ունենամ։ Այսինքն ամուսնուն ուզում են դրա համար։ Բայց մի քանի խելացիկին էլ գրել էին, այդ ամեն ինչը որ ունենք, ու ամուսին չունենք, ումա պետք է այդ ամուսինը, այդ ամեն ինչը կներեք։ Որովհետև Աստված մարդ եւ կին ստեղծեց, չէ՞, արու եւ եկ ստեղծեց մարդուն, որ մեկ լինեն, օրտնված լինեն, իրար հետ երջանիկ լինեն, ուրախ լինեն, վայելեն կյանքը։ Փառք Աստծո։ Նմանապես մարդիկ իմաստությունով բնակվեցեք նրանց հետ, կանանց հետ, ինչպես տկար անոթների։ Ես գիտեմ, որ կանայք կան իրանց ամուսիններից ավելի հզոր ու զորավոր են հոգևորապես։ Ասում եմ մարդիկ ձեր կանանց հետ իմաստությունով բնակվեք, նրանց պատիվ տալով, ինչպես տկար, այսինքն ձեզանից թույլ, նուրբ անոթների, կանանց պատիվ տալով իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որ ձեր աղոթքը չխափանվի։ Պատիվ տվեք ձեր կանանց։ Առիթը կա այսօր, մարտի 8-ա, չէ՞։ Կարելի է պատիվ տալ, միտեղ հրավիրել, չգիտեմ, ինչ-որ մի նվեր առնել, մի բան անել, պատիվ տալ, ոչ թե արհամարել, անարգել, որ ձեր աղոթքը չխափանվի։ Շատ մարդկանց աղոթքը չի գործում, որովհետև նրանք արհամարում են իրենց կանանց, պատիվ չեն տալի։ Ով հասկանում։ Այսինքն պետք է սիրել, պատիվ տալ, հարգել, որովհետև մեզ հետ միասին մեր կանայք շնորհքով ժառանգակից են երկնքին։ Ամեն, փառք Աստծո։ Փառք մեր Տիրոջը։ Եվ դա շատ կարևոր է, գիտես, երբ որ դու հոգևոր ես, եւ դու քո կնոջ հետ տունը յոլա չես գնում, կամ կինը ամուսնու հետ, քո հոգևորությունը չի աշխատում, քո աղոթքները չի աշխատում, այդ դրա համար են վերնագրել օրհնված ընտանիքի գաղտնիքը։ Մենք եկեղեցում բոլորս հոգևոր ենք, նայում եմ բոլորիդ լույսի կտոր, ամեն մեկը մի լույսի կտոր, բայց թե տանը ով եք դուք, դա գիտի ձեր ամուսինը եւ ձեր կինը, կամ ձեր ընտանիքի անդամը։ Ամեն։ Եվ դրա հետ շատ կապված է քո կյանքի օրհնությունները, թե քո կյանքում ինչ կլինի։ Մաղաքիա 2-րդ գլուխ, հետաքրքիր տեղ է սա, 2-րդ գլուխ, 12 խոսքից եմ կարդում։ Տերը բնաջինջ է անելու այն մարդին, որ անում է այս։ Տերը բնաջինջ է անելու այն մարդին, որ անում է այս։ Մի քիչ անհասկանալի է գրված, բայց ես իմաստը կբացատրեմ։ Արթունին եւ պատասխանողին, Հակոբի վրաններիցը եւ զորած տիրոջ ընծա մատուցանողին։ Պատկերացնում եք զորած տիրոջը ընծա մատուցանողին, Տերը բնաջինջ է անելու։ Եվ երկրորդ սա եք անում, ծածկում եք արտասուքով տիրոջ սեղանը, այսինքն գալիս եք տիրոջ տուն, արտասուքով լացում եւ աղոթք եք անում, լացով ու ողբով, որ նա այլևս չի նայում ընծային եւ հաճությամբ չի ընդունում ձեր ձեռքից։ Բայց դուք ասում եք, ինչի համար, նրա համար, որ Տերը վկայում է քո եւ քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Այս հատվածը սա է բացատրում։ Տերը ոչնչացնելու է այն մարդին։ Տերը հաշվի չի առնելու քո աղոթքները եկեղեցում, քո լացերը, ողբերը, քո ընծան տասանորդը եւ զոհաբերությունը, որ բերում ես Տիրոջ առաջ, որովհետեւ եթե դու հնազանդվում ես խոսքին եւ այդ խոսքով ես գալի հավատքով Աստծո առաջ, Տերը օրհնելու է քո ձեռքերը,
քո ընծաները հարյուրապատիկ, հազարապատիկ։ Ամեն։ Բայց քանի որ դու քո երիտասարդության կնոջ հետ, դե եթե դու արդեն տարիքով մեծ ես, եթե երիտասարդ ես, ուրեմն երիտասարդ ես։ Եթե դու քո կնոջ հետ տանը իրար եք ուտում, իրար եք անարգում, ես չգիտեմ, գրված է անհավատարմություն, այսօր եւ տղամարդկանց մեջ կա անհավատարմություն, եւ կանանց մեջ կա անհավատարմություն, երկուսին է վերաբերվում։ Եթե դու ես ընտանիքն ես եւ ես զույգն ես, գրված է Տերը, ոնց էր գրված հենց առաջի խոսքը, Տերը բնաջինջ է անելու այդ մարդին։ Այսինքն դու եկեղեցում հավատացյալ ես, բայց տանը դու անհավատ ես։ Տիրոջը դա դուր չի գալի, որ այդ զույգը, որ ինքը ստեղծել է միաբանության համար, մեկ մարմին լինելու համար, այդ զույգը բաժանված է, անհավատարիմ են մեկը մյուսին։ Թեև նրան, որ գալիս եք եկեղեցի ու սկսում եք աղոթել, լացել, զոհ անել, դասանորդ բերել, հասկացաք իմաստը, որովհետև ասում է, նա քո ուխտի կինն է։ Բայց դուք ասում եք, թե ինչու՞մ, եւ կներեք այս խոսքը վերջացնեմ, եւ այն մեկն էլ չարավ, որ հոգի առաջին Աստծո սերունդ, ուրեմն, նույն բաներն է սա խոսում, որովհետև ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայելի Տերը, 16 խոսքը, եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է զորաստերը, ուրեմն զգուշացեք ձեր անձերի մասին եւ անհավատարիմ մի լինեք։ Այս խոսքը ասում է այն մասին, որ մարդիկ դաժան են իրենց կանանց հանդեպ, կամ կանայք իրենց ամուսինների հանդեպ, ապահարզան են տալի, այսինքն բաժանվում են իրարից, անհավատարմության համար։ Աստված ասում է, ես ատում եմ այդ բոլոր բաները, եւ ես կփչացնեմ, կոչնչացնեմ այդ մարդկանց, եւ այդ մարդկանց ընտանիքները օրհնված չեն լինի։ Խոսքը հենց սրա համար վերնագրել եմ օրհնված ընտանիքի գաղտնիքը։ Եթե ուզում ես քո աղոթքները լսվեն, եթե ուզում ես Աստված քեզ բարեհաճի, օրհնի, ուրեմն այս խոսքերը դու պետք է հասկանաս եւ ինքդ ապրես սրանով։ Կասես, հով ջան, ախար դու իմ ամուսնուն չգիտես ով է, ինչ սորտի, ինչ անտաշ մարդ է։ Աստվածաշունչը ասես, նոր կարդացի, ձեր հոգևոր վարքով կշահեք նրանց։ Դուք ձեզ ճիշտ պահեք։ Աստված իր գործը կանի։ Ամեն։ Հավատարիմ եղեք։ Կասես, հա ամուսնացել եմ զորով, ասենք նշանեցին տվին, ես չէի ուզում, շատերից եմ լսում։ Ես չէի ուզում, ինձ նշանեցին, տվեցին։ Առաջ ոնց էր, ասում են մտնում են մեկի տունը, ասում են աղջիկ ջան, մի հատ ջուր կբերես, խմենք։ Այս աղջիկը գնում էր ջուր բերելու, փեսան նայում էր մի հատ ոտից գլուխ, ասում էր հավանեցի։ Վերջ նշանում ենք։ Ասես շատ ոնց ասեմ, 60 թվերին ես տեսել եմ 60 թվերի սերունդը հենց հիմնականում տենց են ամուսնացել։ Ես հորքուրներ ունեի, ես երբ որ գալիս են իրանց ուզելու, տենց են ուզում։ Ջուր էր բերում, հավանում էին, վերջ, ուզեցին։ Այդ ընտանիքը ոնց որ չէր լինում նենց, ոնց պետք է։ Բայց երբ որ իրար տեսնում, հավանում, ուզում են, եւ երջանիկ այդ ընտանիքը ապրում է, ես մտածում եմ, գիտեք, հենց այդ Ադամի կողի ոսկորից ոնց Տերը հանեց Եվային, նույն ձևի այդ մարդկանց կողքի ոսկորից Տերը հանում է այդ հարսին, այդ կնոջը։ Եվ նրանք իրար հետ երջանիկ, խաղաղ, ուրախ ապրում են։ Եվ իրար հարգում են։ Գիտես, կինն էլ պետք է հասկանա իր դիրքը, իր տեղը։ Կինը ստեղծվեց մարդու համար։ Այդ հայտնությունը երբ որ չունի կինը, ինքը գիտի մարդն է ստեղծվել իր համար։ Դե մտածում է, չէ, ես եմ ծնե բերե։ Բայց սկիզբը բնօրինակը եղել է, որ մարդը, կնոջ կինը դուրս է եկել մարդու կողքից։ Հետո մարդը կնոջից։ Փառք մեր Հիսուսին։ Իրար զիջելով, իրար ներելով, միաբանվելով պետք է ապրենք։ Կասես, հով ջան, բա ես ամուրի եմ, իսկ ես էլ ամուսին չունեմ, ինձ համար ինչ կասես, լավ, դա ամուսնացածներին է վերաբերվում։ Բա ամուրիներին, չամուսնացածներին կամ ամուսին չունողներին կամ
չունեցողներին, այո, շատ որ խոսում եմ, արդեն բառերը խառնում եմ իրար։ Դրանց մասին ինչ կասես։ Ասեմ, առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ։ Առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ, 7-րդ խոսք։ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձպես լինի։ Պողոս առաքյալն է գրում։ Պողոս առաքյալը ամուրի էր։ Չուներ կին։ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձպես լինի։ Բայց հիշում եք, Աստված ասեց, լավ չէ, որ մարդ մենակ լինի։ Պետքա կին ունենա։ Պողոս առաքյալը ասում է, բայց ուզում եմ, որ ամեն մարդ ինձպես լինի, բայց ամեն մարդ իր հատուկ շնորհքը ունի Աստվածանից, մեկը այսպես եւ մյուսը այնպես։ Պողոս ասում է, ուզում եմ ինձպես լինեք, եթե ամուրի եք, մնաք ամուրի, Տիրոջը ծառայելու համար, բայց ասում է, դա տրված է Աստծուց, Աստված է որոշում, մեկը այսպես է, մյուսը այնպես է։ Սակայն ամուրիներին եւ որբեվայրիներին ասում եմ, թե լավ է նրանց համար, որ ինձպես մնան, որբեվայրիները, ամուրիները, ապա թե ժուշկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետեւ ավելի լավ է ամուսնանալ, քան թե վառվել։ Ոնց վառվել։ Քան թե մեղքի մեջ ընկնել եւ ընկնել կրակի մեջ։ Եթե ժուշկալություն չունեն, ասում է, թող ամուսնանան, որ չընկնեն կրակի հնոցը։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինը չբաժանվի իր մարդից։ Ապա եթե բաժանվի էլ, թող առանց ամուսնանալու մնա, կամ իր մարդի հետ հաշտվի, եւ որ մարդն էլ կինը չթողնե։ Ամեն։ Ընտանիքներ կան, այնքան բաժանություններ կա այսօր։ Առաքյալը պատվիրում ասում է մի բաժանվեք, համբերեք, դիմացեք, աղոթեք, մի բաժանվեք։ Ինչքան, բայց եթե արդեն բաժանվել եք, ուրեմն չամուսնանաք։ Բայց այսօր ով է նայում այս խոսքերին, ով ոնց ուզում է, այնպես էլ անում է։ Ամեն։ Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թե Տերը, եթե մի եղբայր անհավատ կին ունի եւ նա հաճի նրա հետ բնակվել, թող նրան չթողնե։ Բայց մի կին, որ անհավատ մարդ ունի եւ նա հաճե նրա հետ բնակվել, թող չթողնե, որովհետեւ անհավատ մարդը սրբված է կնկանով եւ անհավատ կինը սրբված է մարդով, ապա թե ոչ ձեր որդիքը պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Բայց եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի, այնպիսի բաների մեջ մի եղբայր կամ քույր գերի եղած չէ։ Աստված մեզ կանչեց խաղաղության մեջ։ Այսինքն սա էլ ասում է, եթե ամուսնացած ես, ամուսինդ անհավատ է եւ ուզում է, բայց քո հետ ապրի, թող ապրի, կսրբվի քեզանով։ Նույնը կնոջ դեպքում։ Բայց եթե ամուսնացած ես եւ ամուսինդ ասում է կամ ես, կամ Հիսուսը, որոշի։ Պողոս առաքյալը առաջարկում է բաժանվի, որովհետեւ եթե Հիսուսին ուրանաս, դու կյանքից կուրանաս, կյանքը կուրանաս, կրակը կսպասի, դա սատանան է, որ բռնել է ինչ-որ մեկի ամուսնուն, կամ ինչ-որ մեկի կնոջը, ինչ-որ մեկի կինն ասում, կամ ես, կամ Հիսուսը, ես լսել եմ այդպես բաներ, ամուսինը եթե ասի դու եւ Հիսուսից հեռանա, վերջ կյանքը կորցրեց, Պողոս առաքյալը ասում է բաժանվի, եթե առաջարկում է իրան կամ ես կամ Հիսուսը, ընտրի Հիսուսին։ Կասես, Հովի ջան, բայց ով պետք է պահի։ Դեպքեր եղել են, կանայք, հետաքրքիր է, ապրում են մարդկանց հետ, ինչ որ չեն էլ ապրում, սիրեկան, գնում գալիս է իր տունը։ Ասում եմ, չէ, ուրեմն պետքա թողես, դա սխալ է, պետքա ապաշխարես, ասում եմ, բայց ով կպահի։ Ինչ որ մեկին Հովը Արտուրն էր ասել, դա մեղք է։ Ասել էր, հա թողեմ, բայց դուք ինձ կպահեք։ Հովը Արտուրը ասել էր, ին վրա հույս մի դրեք։ Մտածեք, որ աշխատեք, ինչ որ տեղ, ինչ որ բան, ցածր աշխատանք չկա, եթե դու հացի համար ես աշխատում։ Որ դու քեզ պահես, ոչ թե շնության մեջ ապրես, որ ինչ որ մեկը քեզ պահի։ Դա անեծք է։ Դա մարդու ընտանիքում անեծք է մտնելու։ Դրա համար այնքան խառը բաներ է տներում, ընտանիքներում, երեխաների կյանքում կատարվում, մարդիկ չեն հասկանում, ասում են, բայց որ մեղքիս համար, ինչ եմ արել։ Դե արի, բացատրի, որ շնություն ես արել։ Ասես կնեղանա, չասես անիծված է լինում, բայց այսօր որոշում ենք մենք չասենք։
հերվից գանք, որ ինքը հասկանա, կամ Աստծո խոսքն է բացատրում։ Ամեն։ Ուրեմն Աստվածաշունչը ամուրիներին, որբևայրիներին առաջարկում է, ինչքան հնարավոր է, Պողոս առաքյալը ասում է, ինպես եղեք, որպեսզի Տիրոջը ծառայեք։ Ասեմ ինչի համար։ Շարունակեմ 28-29 խոսքերը նույն գլխի։ Աստծո խոսքը պարզ բացատրում է։ Այս ամեն ինչ ես խոսում եմ նրա համար, որ դու հասկանաս ընտանիքի օրհնությունները որտեղ են թաքնված, որ դու հասկանաս եւ պահես այս ամեն ինչը եւ ընտանիքդ օրհնված լինի։ Բայց եթե ամուսնանա չմեղանչեց, եւ եթե մի կույս ամուսնանա չմեղանչեց, միայն թե այնպիսիները մարմնի նեղություն կունենան, իսկ ես խնայում եմ ձեզ։ Եթե ամուսնանում է կույսը կամ կինը չի մեղանչում, ուղղակի նեղություններ է ունենալու։ Պողոսը ուզում է ասի, բայց եթե կարողանաք ինպես ապրեք, Տիրոջը կծառայեք ու Տերը կփառավորվի։ Բայց սա եմ ասում, եղբայր, թե ժամանակս կարճ է, այսուհետև որ կին ունեցողներն էլ չունեցողի պես լինեն։ Գիտեք այս խոսքը ուր է տանում։ Որոշ եղբայրներ շատ լավ ծառայում են Տիրոջը, հենց ամուսնանում են, վերջ, էլ չեն ծառայում Տիրոջը։ Ասում է կին ունեցող, համարի կին չունես, Տիրոջը ծառայի։ Մյուս տեղում ասում է ամուսին ունեցող, համարի ամուսին չունես, Տիրոջը ծառայի։ Որովհետև լավ քույրիկներ կան, որոնք հենց ամուսնացան մոռանում են Տիրոջը ծառայել։ Ապրում են արդեն իրանց համար, իրանց հաճույքների կոմֆորտի համար։ Սա Աստծուն դուրս չի գալի։ Շատ ժամանակ հենց այդ քույրիկի ընտանիքում մտնում են նեղություններ եւ ինչ-որ անեծքներ։ Ասում է, բայց ինչի համար։ Որով գիտես ինչի համար։ Կատարվում է այն առակը, որտեղ գրված է։ Հիշում եք, որ կանչեցին ընթրիքին, հրավիրեցին։ Մեկը ասեց. «Արտեմ առե, ախպեր ջան, գնում եմ իմ գործերով, հողեր ունեմ, ծառեր ունեմ, կներեք, չեմ կարող գամ»։ Մյուսը ասեց. «5 լուց ես եմ առե, գնում եմ փորձեմ վարուցանք անեմ»։ Այն մյուսը երրորդն էլ ասեց. «Կին եմ առե»։ Հա կին ես առե, լավ ես առե։ Տիրոջը ծառայի։ Չէ, կին եմ առե, գնում եմ կյանքը վայելեմ։ Այսօր ծնունդ, վաղը կնունք, մյուս օրը, չգիտեմ, ռեստորան։ Ինչ Տեր, ինչ Տիրոջ ծառայություն։ Պողոս հենց սա է ասում։ Ասում է, եթե անգամ կույսերն էլ ամուսնանում են, մեղ չէ, բայց պետք է մտածեն, որ իրանք Տիրոջինն են, Տիրոջ համար պետք է ապրեն։ Որոշ կույսեր, որոշ մարդիկ հենց այստեղ ընկնում են անեծքը, չհասկանալով, որ նրանք հենց այդ նույն մարդիկ են, որ կին են առե, մյուսը ամուսին առե։ Էլ ինչ Տեր, էլ ինչ ծառայություն։ Հովիվը կա, թող հենա հովիվը ծառայի։ Մեկը ասեց. «Հովիվ ջան, դու ծառայի, մենք կանք նստենք, կլսենք, գնանք»։ Մենք մեր կյանքով, մեր հաճույքներով, մեր բիզնեսներով, դու 2 ժամ պահանջում կդիմանանք, կնստենք, դու ծառայի։ Բայց նորուխտը դա չի պահանջում։ Նորուխտը ասում է, որ Քրիստոսը մեռավ մեզ համար, որ ամեն հավատացող արդեն ապրի Քրիստոսի համար։ Ամեն։ Նորուխտը սա է, ամեն մեկը ծառայող են։ Ամեն մեկը իր կոչումի մեջ։ Հիսուս Քրիստոսի անով, բայց այսօր ինչ ենք մտածում ենք, սիրելիներս։ Ես տեսնում եմ ինչքան մարդա թուլացե, ունգե իր գործերի, կարիերայի, կյանքի հետևից։ Ու չի հասկանում, որ կյանքը կարճ է։ Մի օր կանգնելու ես Տիրոջ ատյանի առաջ, ու դու չես կարողանալու պատասխանես։ Մարդ եմ առե, կին եմ առե, հետո լավ ես առե, բա հետո կուռքդ ա դառե ամուսինդ կամ կինդ։ Դրա համար է խնդիրը այդպես։ Պողոս առաքյալը դրա համար է ասում, ամուրիներ, լավ կանեք, ինպես լինեք, որ հոգս չունենաք, որ Տիրոջը ծառայեք։ Որբևայրիներ, լավ կլինի չամուսնանաք, ինպես մնաք, առանց ամուսին կամ առանց կին, որ ժամանակ ունենաք Տիրոջը ծառայեք։ Այս սրա համար։ Եվ այս աշխարհի գործածողները չար կերպով չգործածվեն, այսինքն բիզնես անողները, գործ անողները, նրանք էլ պետք է Տիրոջը ծառայեն։ Կապ չունի, որ բիզնեսմեն ես, կապ չունի, որ ինչ-որ բաների մեջ ես, Տիրոջը պիտի ծառայես։ Բայց կամենում եմ, որ դու առանց հոգսի լինեք։ Չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի Տիրոջը։
բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի կնկան։ Ամուսինը հոգս է անում, թե կնոջը ոնց գոհացնի։ Եվ իրարից տարբեր են կինը եւ կույսը, չամուսնացած կույսը տիրոջ բաների համար է հոգս անում, որ սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը աշխարհի բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճելի լինի մարդին։ Այն ինչ որ ես ասեցի։ Այսինքն Աստված ամեն բան ասում է, որ ձեր ուշադրությունը ուղեք դեպի Տիրոջ գործը եւ ծառայությունը։ Մի եղեք միայն լսողներ, եղեք լսողներ եւ կատարողներ։ Այդ դեպքում ձեր ընտանիքները օրհնված կլինեն, ձեր երեխաները օրհնված կլինեն, ձեր թոռները օրհնված կլինեն, բայց հիմա ինչի օրհնված չեն, որովհետեւ դուք կուրքեր ունեք։ Ձեր ամուսինը կինը ավելի կարևոր է, քան Տե Հիսուսը։ Ձեր կարիերան, բարեկեցությունը շատ ավելի կարևոր է, դա հենց մամոնան է, բարեկեցության ոգին, հարստության, մոլուցքի ոգին է, մամոնան է, սիրելիներ, ուղղակի չհասկանալով որոշ մարդիկ մտել են դրա մեջ։ Այնինչ կարելի է Տիրոջը ծառայելով օրհնված լինել։ Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամեն ինչը ձեզ կտրվի ավելցուկով։ Սա է ուղին դեպի Քրիստոսը։ Ես կարծում եմ, որ հասկանում եք, ինչ որ ասում եմ։ Եփեսացիս 5-րդ գլուխ 23-25 խոսքերը մի քիչ ոնց որ դժվար է, չէ՞, լսվում, բայց շատ կարևոր է։ Մանրունքներ է, բայց շատ լուրջ է։ Այդ մանրունքների վրա ուշադրություն չենք դարձնում, բայց ուզում ենք օրհնված լինենք։ Բայց շատ կարևոր է այս ամեն ինչը։ Եփեսացիս 5-րդ գլուխ 23-25 խոսքերը։ Մարդը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Մարդիկ, սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին։ Եվ իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնե մաքրելով ջրի ավազանով, խոսքով, ասու խոսքով։ Այսպես էլ պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները։ Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։ Ամեն։ Այսինքն կինը, որ դու արդեն ամուսնացել ես, որ քո երիտասարդության ուխտի կինն է, պետք է սիրես, կապ չունի, որ ինքը մեծացել է, պառավել է, խոսք ասում է երիտասարդության կին, այսինքն արդեն իրար հետ ապրել եք երկար տարիներ։ Նույնպես պետք է սիրել, հարգել, պատիվ տալ, Աստված ասում է, որովհետև դա ասուն դուր է գալի։ Ինչպես Քրիստոսը եկեղեցին, այնպես մարդիկ ձեր կանած։ Ասում է իր անձը սիրողը իր կնոջն էլ է սիրում, իր կնոջն էլ է կերակրում, պահում, պատիվ տալի։ Եվ Աստծուն դա դուր է գալի եւ Աստված օրհնում է այդ տունը։ Վասնզի ոչ ով իր անձը չի ատում, այլ կերակրում է եւ պահպանում է նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին։ Ամեն, փառք Տիրոջը։ Ուրեմն Աստված համեմատում է ընտանիքը, ամուսնությունը Քրիստոսին եւ եկեղեցուն։ Այդ ձևով ոնց Քրիստոսը իր եկեղեցուն է նայում հետևում, մինչև որ իր անձը մատնեց, զոհաբերեց իր ժողովրդի համար, նույնպես ասում է դուք էլ ձեր կանած այդպես սիրեք, եթե պետք լինի այնքան սիրեք, որ ձեր անձը զոհաբերեք ձեր կնոջ համար։ Դա ասուն դուր է գալիս։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Դրա համար կինը պետք է իր տեղը ճանաչի, ամուսինը իր տեղը։ Կնոջը հիմնականում հնազանդություն եւ խոնարհություն, ամուսնուն սեր եւ նվիրվածություն։ Սա պետք է լինի ընտանիքներում։ Եթե սա մենք հասկանանք, ապրենք, մեր տունը օրհնված, ամեն մեկից տները օրհնությամբ կլցվեն, որովհետեւ դա Տիրոջ կամքն է։ Ժողովող 4-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Երկուսը լավ է, քան թե մեկը, որ նրանք վարձք ունեն իրենց աշխատանքից։ Հիմա կասես հոյ ջան, համ նալին ես խփում, համ մեխին։ Դա Պողոսն է նալին խփում։
ասում եմ ինձ մաման լինեք, լավ է, մենակ մնաք։ Բայց Սողոմոնն էլ գրում է երկուսը լավ է, քան մեկը, այսինքն մարդուկին լինել ավելի լավ է, քան մեկը։ Ինչի համար։ Որովհետև եթե վայր ընկնի մեկը, մյուսը վեր կկացնի։ Բայց վայ մեկին, որ ընկնի եւ մյուս երկրորդը չկա, որ նրան կանգնեցնի։ Եվ երբ որ երկուսը միասին քնեն, կտականան։ Բայց մեկը ինչպես կտականա։ Եվ եթե մեկը նրան բռնություն անի, երկուսը նրա դեմ կկանգնեն եւ 3 պատիկ թելը շուտով չի կտրվի։ Երկուսն էին, ոնց դառավ 3 պատիկ։ Երրորդը Տերն է։ Ամեն։ Դրա համար ասում եմ, լավ է երկուսով միաբանված ապրեն իրար հետ, որովհետև կարդացի, կտականան, թշնամու դեմ կկանգնեն, կհաղթեն եւ 3 պատիկ թելը չի կտրվի։ Մարդուկին միաբանեն, դա Տիրոջ կամքն է, դրա մեջ մտնում է Տերը, երրորդ թելը եւ 3 պատիկ թելը ամուր կլինի։ Ամեն, Տերը օրհնի ամեն մեկի կյանքը։ Դրա համար թեև ամուսնացած ես, ընտանիք ունես, միշտ Տերը պետքա քո մեջ քեզ հետ լինի, ձեր մեջ, որովհետեւ ձեր ընտանիքը լինի պաշտպանված եւ օրհնված։ Հիսուս Քրիստոսի անունով։ Առակաց 31-րդ գլուխ վերջացնում եմ, Փառաբանության խումբը կարող է արդեն գալ առաջ, Առակաց 31-րդ գլուխ 10-ից 12 խոսքերը։ Առաքինի կին, ով կարող է գտնել, ով կարող է գտնել, նրա գինը ավելի է, քան թե գոհարները։ Առաքինի կինը դա կատարյալ կինն է, աստվածավախ կինն է։ Ասում է առաքինի կին, ով կարող է գտնել, նրա գինը ավելի է, քան թե գոհարները։ Նրա վրա վստահ է իր մարդի սիրտը։ Այ երբ որ ամուսնու սիրտը վստահ է իր կնոջ վրա, դա էլ է նշան առաքինի կնոջ։ Եվ շահի կարոտություն չի լինի։ Ինչի կարոտություն։ Շահի։ Այսօր երկրները ամեն մի երկիր իր շահն է, չէ՞, փնտրում։ Հիմա ընտանիքում էլ ասում եմ, եթե կինդ առաքինի լինի եւ դու գտել ես այդ կնոջը, քո տան մեջ շահի կարոտություն չի լինի, այսինքն օգուտ կլինի, առատություն կլինի, երբ որ կինդ առաքինի լինի։ Ամեն։ Սա էլ է օրհնության գաղտնիքներից մեկը։ Բայց որտեղից գտնենք կնոջ, առաքինի կնոջը։ Շատ եղբայրներ խապտվում են ուրիշ բանի, 30 խոսքը դա է ասում, տեսեք, սուտ է վայելչությունը եւ ունայն գեղեցկությունը։ Վայելչությունը ասում է սուտ է կանացիությունը, կամ են շնոր ունեցող կինը, կամ գեղեցիկ կինը, սուտ է, որ շատերը ընկած գեղեցիկ են մանգալի, կրթված են մանգալի, կանացի կին են նայում մանգալի, ասում է սուտ է, ռուսերենում ասում է խապնված կլինեն երբեմն այդ տղամարդիկ, որ հենց դրանով են ընտրել կանած։ Այն կինը, որ վախենում է Տերից, նա կգովվի։ Ոչ թե պետք է նայես միայն կնոջ գեղեցկությանը, կանացիությանը, շնորհներին ու դրանով ընտրես, պետք է նայես այդ կինը աստվածասեր է, աստվածավախ է, միայն այդ դեպքում նա կլինի առաքինի կին, միայն այդ դեպքում շահը, օրհնությունը կլցվեն քո տունը։ Ինչքան գեղեցիկ, սիրուն, կանացի կանայք կան, որ անբախտ են։ Չի աջողվի կյանքը, որովհետև այս կետերը, այս խոսքերը չգիտեն եւ չեն էլ ուզում իմանան, չեն էլ ապրում այդպես։ Իսկ Աստված է օրհնողը մարդու կյանքը։ Այն կինը, որ վախենում է Տերից, նա կգովվի։ Դրա համար հարգելի, սիրելի կանայք եւ եղբայրներ, Աստծո վախը ընտրեք, որ Տերից գովվեք, որ օրհնված լինեք, որ օրհնված ընտանիքներ ունենաք։ Իսկ ինչ էր Աստծո վախը։ Այն ինչ ատում է Աստված, դու էլ ատի եւ մի արա, դա է Աստծո վախը։ Այն ինչ սիրում է Աստված, դու էլ սիրի եւ արա այդ բաները, ապրի այդպես։ Այն ինչ որ այսօր ես խոսում եմ, միգուցե մի քիչ ձանձրալի կարող է թվա, բայց շատ կարևոր է, որ քո տան մեջ օրհնություն մտնի։ Որովհետև դու եկեղեցում իրոք հոգևոր ես, լուսավոր դեմքով, բայց թե ինչ է կատարվում քո տան մեջ, քո երիտասարդության ամուսնու հետ, քո երիտասարդության կնոջ հետ, դա միայն Տերն է տեսնում։ Ու Տերը ասում է, ես կկտրեմ այդ մարդուն։
կկտրեմ ոնց էր գրված, բնաջինջ կանեմ, որ տանը իրար են ուտում, բայց այստեղ սուրբ են խաղում։ Տերը ամեն բան գիտի։ Բերեք տանն էլ իրար հարգենք, ես այս խոսքերը, որ կարդացի, երիտասարդ էի։ Հենց այդ ժամանակից իմ կինը իմ աշկերին գիտեք ինչքան բարձրացավ։ Հիմա էլ 27 տարի անցել է, ասում եմ, ես իմ երիտասարդության կինն է։ Հիշում եմ 20 տարեկանում ոնց կանգնեցինք քահանայի առաջ, ասես որդյակս, այս օրիորդի ձեռքից որ բռնել ես, Տեր ես, դե ես ինչ եմ 20 տարեկան երեխա տղա, Տեր եմ, ասում շուտ քո գործը արա գնանք մենք։ Ասում էր աղջիկս, հնազանդ ես, գլխով այսպես արեց, ասեց այո հնազանդ եմ, այդ նկարը ունենք, հենց անհնազանդա լինում այդ ցույց եմ տալի։ Տես որ ասել ես։ Դրա համար էսի ոչ թե պետք է ասել, այլ իրականում անել։ Դե կյանքա լինում է բաներ, որ մեկ-մեկ կնոջ մոտ է ավելանում բզիկներ, մեկ-մեկ ամուսնու մոտ, բայց դրա համար Քրիստոսի արյունը մեզ բարեխոսում է։ Երբ որ զգում եմ չափս անցա, կոպտեցի կամ ինչ-որ բան, մեկ էլ հոգին ինձ հիշեցնում է։ Սմախար էդ իմ աղջիկներ է, որ տենց կոպտեցիր։ Էդ իմն էր, չես զում իրար գաս։ Նոր մի հատ առիթ եմ ման գալի, որ ասեմ կներես, լավ, Տեր ջանների մեզ։ Ինքը մեկ կարող է 20 տարին մեկ էլ ինձ ասի կներես։ Կամ էդ էլ Փառք Տիրոջը։ Բայց եթե իրոք գիտես ճիշտ չի, ամոթ չի, ապաշխարել, Տիրոջ արյունով սրբվել, ամեն, Տերը օրհնի ձեզ եւ հավատում ենք օրհնված կլինի։ Ես ինձ համարում եմ օրհնված։ Այս տարիքում էլ համարում եմ օրհնված եւ դա ոչ միայն ինչ որ նյութական, այլ փոխհարաբերություն, սեր։ Ամեն, իրար հետ փոխհարաբերություն, իրար հետ վայելել կյանքը, Տերն է ասում։ Եվ դա իմ սրտին հաճելի է։ Եվ ես հասկանալով այդպես անում եմ, եւ դա Տիրոջը դուր է գալի, եւ Տերն նաեւ օրհնում է մեզ։ Օրհնում է մեր երեխաներին։ Օրհնում է, ճիշտ ասած, մի հատ հետաքրքիր բան եղավ, այս պատերազմը սկսվելուց առաջ իմ աղջիկը Անին Դուբայում էր։ Ամուսնու հետ գնացել էին հանգստանալու։ Ուրախ նկարվում է, բան սենց կիսվում է սոցցանցերում ու թռնում գալիս է տուն։ Հենց ինքը թռնում գալիս է տուն, իրանց հետևից Դուբայի аэроպորտը տրաքացնում են։ Հիմա շատ մարդիկ են զանգում, կեսը ուրախ են զանգում, կեսը հետաքրքրության համար։ Անին եկել է թե Դուբայում, ասում եմ արխային եկել է։ Ասում եմ ինչ բախտ ունի։ Ասում եմ ոչ թե բախտ ունի, Աստված ունի։ Թռավ եկավ ու կատարվեց։ Ամեն։ Էդոյի հետ կապված մի հատ լուրջ ինչ-որ բան էր եղել, այս վերջերս, իր անգերները ասել էին, այ դու ինչ բախտ ունես դու, կապված, լավ, շատ չխորանամ, ասել էին, այդ ինչ բախտ ունես, որովհետև իրանք ընկել էին այդ խնդիրի մեջ, ասել էր, այ աղբեր, բախտ չէ, իմ ծնողների, մեր Աստվածն է։ Լսել եք, ինչ-որ արտահայտություն կա, մեր Սուրբը մեզ օրհնում է։ Հիմա մեր Սուրբը մեր Հիսուսն է։ Մարդը ասում է մեր Սուրբը մեր Տերն է, մեր Հիսուսն է։ Բաներ կա, մտածում եմ բախտ ունես, բայց հենց դա ասորտնությունն է։ Ամեն չարիքներից ու ամեն խավար բաներից պրծնել ու մտածել պատահականությունը, ես չեմ հավատում դրան։ Դա հենց մեր Սուրբն է, մեր Քրիստոսն է։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին, եւ վերջի խոսք Ժողովող 9-րդ գլուխ։ Ու 9 խոսքերը։ Սա շատ կարևոր է։ Հանդերձներդ միշտ սպիտակ լինեն։ Հանդերձների խորհուրդը քո գործերն է, քո բնավորությունները, քո ապրած կյանքը։ Հանդերձներդ միշտ սպիտակ լինեն։ Եվ գլխիդ յուղը չպակասի։ Գլխի յուղի պակասը դա Աստծո հետ փոխհարաբերության պակասն է։ Բայց եթե դու Աստծո կենթանի, Աստծո հետ
փոխհարաբերություն ունես միշտ, քո գլխի յուղը չի պակասի։ Կյանքդ վայելիր քո սիրած կնոջ հետ կամ քո սիրած ամուսնու հետ։ Մարդել կա ասում ախար ես իմ ամուսնուն չեմ սիրում։ Ինձ այդ ջուր տալու պահին են ամուսնացրել։ Դա է քո բաժինը։ Պետք է սիրես, ուզես չուզես պետք է սիրես։ Այն որ ասում անգելես պետք է քաշես։ Ամեն։ Էլ ուրիշի սիրել չկա, սիրելներ ջան, էտա։ Ուրիշի սիրելը դա շնություն է։ Որովհետև բոլոր ուրիշ ամուսինները պետքա լինեն անտառի ծառեր քեզ համար, բայց միայն քո ամուսինը պետքա լինի խնձորենի անտառի ծառերի մեջ։ Եվ ուրիշ բոլոր կանայք, բոլոր տղամարդկանց համար պետքա լինեն փուշ։ Իսկ քո կինը քո համար պետքա լինի լիլիա, շուշան։ Շուշան պիտի լինի։ Ամեն։ Դրա համար սա Աստված առաջարկում, քո կինը քո շուշանը, մնացած բոլոր կանայք փուշ են քո համար։ Կասես հով ջան, ես քրերն էլ են փուշ։ Ոչ, քրերը քույր են։ Փոքր քրերը աղջիկ են, մեծ քրերը մայրեր են։ Ամեն մենք այդպես պետք է նայենք եկեղեցու մեր քույրերին։ Մեծերին մայրերի պես, մեր տարիքայիններին քույրերի պես, փոքրներին մեր աղջիկերքի պես։ Այդ հոգեբանությամբ։ Փառք Հիսուսին։ Ուրեմն կյանքդ վայելիր սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ քեզ տվել է արեգակի տակ, քո բոլոր ունայն օրերում, որովհետև նա է քո բաժինը ապրողների մեջ եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մեջ։ Ամեն։ Ինչ որ բան ստանում եք, սիրելիներս, կողմնորոշվում եք Աստծո կամքի վրա։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Ես մտածում եմ, եթե ինչ-որ բան հիմա էլ չստացաք, տանը կնայեք, ինչ-որ խտություն կա այս խոսքի մեջ, որ կարող եք ավելի խորը հասկանալ։ Եվ ինչ-որ հասկանում եք, սկսեք ուղղակի այդպես ապրել։ Ամեն։ Որբևայրիները թող չտխրեն, այլ ապրեն Քրիստոսի համար։ Ամուրիները թող չտխրեն, թող ապրեն Քրիստոսի համար։ Եվ նույնպես կույսերը, եթե ամուսնացած չեն, թող չտխրեն, թող ապրեն Քրիստոսի համար։ Բայց եթե գիտեն, պետք է ուզում են ամուսնանան, թող Քրիստոսի հետ խոսեն, եւ ես հավատում եմ, եթե դա Տիրոջ կամքն է, Տերը օրհնելու է եւ ճիշտ ամուսնություն է լինելու։ Պետք չի շտապել ինչ-որ անհավատ ժողովրդից, որովհետև Տեր ասում է ձեր ժողովրդից ուզեք։ Պետք չի շտապել, սպասեք Տերը ճիշտ ժամանակին ամեն բան կանի, եթե պետք է ամուսնանալ։ Թող Տերը օրհնի բոլոր նրանց, ովքեր ուզում են ամուսնանալ։ Դա մեղք չէ, բայց ամուսնացողն էլ պետք է հիշի, որ ինքը Քրիստոսինն է։ Մարդ ունեցողն էլ, կին ունեցողն էլ պետք է հիշեն, որ իրենք Քրիստոսի համար են ապրում, որպեսզի կրակը չընկնեն։ Տերը օրհնի ձեզ, եկեք վերցնենք այս երգը, Տիրոջ հետ լինենք, հետո իրար հետ կմիաբանվենք, կաղոթենք։ Եկեք ոտքի կանգնենք, Տերը օրհնի ձեզ։
Հալելույա, փառավոր Հիսուս, օրհնյալ Տեր։ Մենք խոնարհվում ենք քո եկեղեցին այսօր խոնարհվում ենք քո առաջ եւ մենք իրականում խնդրում ենք, որ ողորմես ամեն ընտանիքի, ամեն մարդու Տեր ջան։ Եվ քո սուրբ արյունով սրբես այսօր ամեն մեկիս ամեն մեղքերի համար, որովհետեւ Տեր ջան, մենք խնդրում ենք, որ հիշես մեր կառուցվածքը եւ թե որտեղից մեզ հանեցիր եւ բերեցիր քո տուն եւ ողորմես քո ժողովրդին եւ նաեւ օգնես, որ ասո վախով լցվենք, որ այս ամեն խոսքերը ինչ որ կարդում ենք, այդպես ապրենք։ Մեր ընտանիքի մեջ զույգերը ամեն մեկը իրար հետ սիրով, նվիրվածությամբ, որ կինը հասկանա իր դիրքը եւ իր տեղը, ամուսինը հասկանա իր դիրքը եւ իր անելիքը Տեր։ Եվ նույնը երեխաները, որ հասկանան իրենց անելիքը Տեր ջան, եւ այդ տունը լինի քեզանով օրհնված։ Մենք խնդրում ենք ողորմություն անես, քո շնորհքով օրհնես քո ժողովուրդը Տեր ջան եւ պահես ու պաշտպանես ու բարձրացնես։ Հիսուս Քրիստոսի անունով մենք գերենք բռնում ամեն հակառակ միտ Քրիստոսին լսելու համար, սատանա մենք այսօր հռչակում ենք քո պարտությունը Աստծո ժողովրդի կյանքում, որովհետև նա, որ մեր մեջ է, ավելի զորավոր է, քան դու, որ աշխարհում ես։ Որովհետև ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի, եւ ամեն լեզու հակառակ մեզ կդատապարտվի։ Որովհետև մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ սատանա եւ դու փախչում ես մեզանից Հիսուսի անունով եւ մենք գերենք բռնում ամեն հակառակ միտ Քրիստոսին լսելու համար։ Ես հռչակում եմ հենց հիմա խաղաղություն, սեր, միաբանություն ամեն ընտանիքում եւ ամեն զույգի կյանքում, ամեն մարդի կյանքում, Հիսուսի զորավոր անունով, որովհետեւ գրված է, որ Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր է, քան դու սատանա, որ ես աշխարհում ես։ Եվ մենք հենց հիմա Աստծո խոսքով, որ մեր Տերը դրել է մեր բերանում, մենք խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք սատանա քո բոլոր ծրագրերը, պլանավորումները, բերդերն ու ամրոցները Աստծո ժողովրդի կյանքից, մեր կյանքի բոլոր ոլորտներից, ամեն մեկից տուն ու տեղից, ունեցվածքից, ֆինանսական աղբյուրներից, մեր կոչումից, մեր ծառայությունից, մեր եկեղեցուց, մեր մարզից, մեր երկրի ժողովրդի կյանքից, մեր երկրի իշխանավորների կյանքից, մենք Աստծո խոսքով խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք սատանայական բոլոր ծրագրերը, պլանավորումները, բերդերն ու ամրոցները եւ փոխարենը Աստծո խոսքով, որ Տերը դրել է մեր բերանում, մենք շինում եւ տնկում ենք Աստծո կամքը, Աստծո արքայությունը, Աստծո լույսը, Աստծո տված տեսիլքները, խոստմունքները, մարգարեությունները եւ երազները, ասում ենք, թող շինվեն, տնկվեն մեր կյանքի բոլոր ոլորտերում, ինչ որ շեշտեցի Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, ամեն, Տերը օրհնի ձեզ։ Այս խոսքերը շատ կարևոր է, որ դու միշտ հավատաս եւ հռչակես քո կյանքի վրա։ Եվ հնազանդվելով Աստծո խոսքին, դու կլինես օրհնված մարդ, օրհնված ընտանիք։